Շնորհակալ եմ հրավերի համար։ Ինձ լսում եք, չէ՞։ Այո, շատ լավ լսում եք։ Շնորհակալ եմ։ Ուրեմն մենք հերվեց մեծ ցավով հետևում ենք հայրենիքում տեղի ունեցած անցուդարձերին եւ մենք օգտվելով ծեր հետ ենք եւ չափազանց նեղանում ենք, որ վարչապետ Փաշինյանը ամեն ինչ որ ասկային է, հայկական է, գործանում է եւ սկսելով Արարատներից, Սահմանադրություն, Արցախ, Հայաստանի սահմանի հողատարածք եւ այլն, այսպես շարունակելով, այսինքն մենք գործում ենք մեր հայրենիքը եւ ամենավերջին հայկարը, որ հիմա տեղի է ունենում այս օրերին Փաշինյանը թեմ Հայաստանի Զարակետական եկեղեցի, ուրեմն ես ուզում եմ այս մեկ նյութը անդրել, որ շատ շտապ զանազան նյութերով, ուրեմն տեսնում եմ, որ ամիսների վեր երկուստեք վեճեր դեղեն ունենում, Փաշինյանը ինչ-որ քայլեր անում, հայտարարություններ անում, թեկուզ որոշ չափով ռկտի բարաբաշարով եւ ժամանակ առ ժամանակ Էջմիածինը հայտարարություններ է անում ի պատասխան, բայց այս վեճերը մեզ դեռ չեն հասցնելու, Փաշինյանը թիմում է ամեն տեսակ միջոցների իրավական եւ ոչ իրավական խախտումներով սահմանության օրենքներին, ինչ որ ես հիմա պիտի ներկայացնեմ մի քանի րոպեի մեջ բաց խախտումների իրավական քայլեր են, որ Հայաստան եկեղեցին կարող է առնել սկսելով Երուսաղեմի արաբոդիրանից։ Ուրեմն առանց վեճելու Էջմիածինը պետք է ամենաշաբես թիմե Երևանի առաջին ադյանի թադարան եւ ով ներկայացնե, որ վարչապետը խախտում է Հայաստանի սահմանությունը եւ այն թադարանները, որ ինքնաբաց վեճեր են արձակում Փաշինյանի, իրենք էլ խախտում են սահմանությունը եւ որ մի առաջնորդ, որ անգլեր էր պաշտոնից թադավոր որոշումը վերադառնա, այդպես իրավասություն չունի։ Ուրեմն անշուշտ այդ առաջին ադյանի թադարանում, որ թադավորը ֆրանկների ենթակա է, մի որոշում առնի ընդեմ եկեղեցու եւ եկեղեցին հաջորդ քայլի գտնում է, որ պետք է վերաքննիչ ադյանի թիմ է եւ այդտեղ էլ թադավորը ռանկի դագ է գործունելու է եկեղեցին այդ թադներ, բայց այս երկու թադերը գործունելը ոչ մի պրոբլեմ չէ, որտեղ նպատակը այս երկու թադարանները չեն, այլ նպատակը այն է, որ Եվրոպական մարդկային իրավունքների թադարան եւ Հայաստանը անդամ է այդտեղ է պարտավոր է ենթարկվելու այդ թադարանի որոշումներին եւ այդ թադարանը նույնպես նախապայման բանջում է, որ ուղղակի չտիմեն թադարան տարբեր երկրներից, այլ նախտիմեն իրենց դերական թադարաններին եւ վերաքննիչ թադարան եւ երկու դեր որ մերժվի, որ իսպարակային մերժվելու են, հետո իրենք իրավունք ունեն դելու թիմերու Եվրոպայի մարդկային իրավունքների թադարան։ Մի հարց կա, որ Եվրոպական մարդկային իրավունքների թադարանը բավական երկար ժամանակ է ապահովում մինչև որոշումի հանքի, որտեղ իրենք հայրենիավոր էպսուսի հայցեր ունեն Եվրոպայի բոլոր երկրներին, մանավանդ Թուրքիան եւ Ադրբեջանն։ Ուրեմն Եվրոպական թադարանը մի հատուկ սիստեմ ունի, որ որոշ բարականներում թիմում են թադարան, որպեսզի տարիներ շեդևի որոշումը, իրենք խնդրում են, որ թադարանը այս հարցին զբաղվի շտաբ ծավալով, ուրեմն շտաբ հարցին ընթացք տալու պետք է որ Էջմիածնի իրավապանը պետք է որպես շտաբ հարց ներկայացնի եւ անգամ որ Եվրոպական թադարանը զբաղվի այս հարցով շատ ինձ համար շատ բարձ է, որտեղ 30 տարի է հետևում եմ Եվրոպական թադարանի բոլոր որոշումներին, հազարավոր որոշումներին եւ գիտեմ թե իրենք ոնց են մոդելում հարցերին եւ ուրեմն Եվրոպական թադարանը շատ արագ պետք է որոշվի հետեւյալ երկու գեդերի հիման վրա մեկը այն է որ
Հայաստանի Հանրապետության սահմանությունը եւ առավել Հայաստանի կառավարությունը խախտում է եվրոպական մարդկային իրավունքների դատարանի սկզբունքները միջամտելով եկեղեցու ներքին հարցերին։ Ուրեմն երբ որ դատարանը այս հարցով զբաղվի որոշում դա ամենաշատս գրանքեմ որ Վարշավեդը իդ վերցնի իր բոլոր հրանքները որոշումները եկեղեցու հարցերին միջամտելու եւ այդպեսով այս հարցը կփակվի ավելի օրինավոր վաճառացվող քան թե վեճերով։ Երկրորդ կապար որ ես ունեմ Marțăm verșin orărin vor mecanic azăm veți episcoposneri pașian vor roșeți vor archilin vor yerviți pațagayen asigan năpadagayener vor abstract kanan episcoposas jovin și masnaksen Ուրեմն վեց episcoposneri մեջ marțăm երկու սառնվազն հետևոչ 3-ը ամերիկյան քաղաքացիներ են Ուրեմն Հայաստանի կառավարությունը իրավունք չունի արգելելու ամերիկյան քաղաքացին, որ երբից դուրս գա եւ վերադառնա իր երկիրը, բոյ գալ երկիր, եւ այդ երեք առաջնորդները եպիսկոպոսները պետք է ամենաշատս թիմին ամերիկյան տեսփանադուն եւ արիդեակտուն ասեմ, որ Ամերիկայի պետքարտուղարությունը բոլոր տեսփաններին աշխարհում է դրանք տված է, որ այդ երկրները որտեղ իրենք ծառայում են Եթե ովև է ամերիկյան քաղաքացի թադական կամ իրավական հարցեր ունի, տեսփանը, ամերիկյան տեսփանը բարդավոր է սպառվելու եւ պաշտպանելու այդ ամերիկյան քաղաքացիի իրավունքներին։ Չի կարելի դա անդեսել, որովհետեւ դա հրանք է Վաշինգտոնից, եւ ուրեմն տեսփանը պետք է հանդիպի այդ ամբաստանյալի հետ Եթե թադենի թադարան ներգայանա, եթե բանդարգեն ներգայանա, եթե իրավապան պետք է իրավապան դրամատրե, ուրեմն ամերիկյան կառավարության ներկայացուցիչ տեսփանը վարդավոր է ամեն ինչ անելու, որպեսզի նաև տեսփանը մոռացածելու, որ պետք է փոխ ներկայացնի Հայաստանի կառավարության, որ իր ամերիկյան քաղաքացիների իրավունքները խախտում է, զսպում է։ Ուրեմն այսօր երկրորդ Բայկար է օրինական ծևով Փաշինյանի առակների դեմ ուրեմն այս բոլորի նպատակը որ Փաշինյանը անշուշտ բոլորը իմանում եք որ ինքը փորձում է որ այդ Ավստրիայի եպիսկոպոսած ժողովը խանգարի եւ շտոնի որ այդտեղ հավաքվեն բավարար եպիսկոպոսներ որպեսզի կորում լինի եւ նորմալ ժողով անեն Մետե բաժարը որ 4 արդեն բանտն են 6 արդեն արգելված է դուրս գալ երկրից որովհետեւ այս հարցերը լուծեն որովհետեւ այս ժողովը սկզբում պետք է լիներ դեկտեմբերին բայց մտածելով որ պետությունը կարող է միջամտել այս ժողովի ընթացքին արգելելով որ առաջնորդները եպիսկոպոսները դրսից Հայաստան կան ժողովի մասնակցելու ուրեմն Այս պրոբլեմի լուծումը շատ բարձ է, ոչ պետք է Էշմիածյանը դե ժողովը, ոչ էլ Ավստրիա գնալ, շատ բարձ է զումով ամեն մարդ կմիանա, անոնք որ նույնիսկ արգելված է որ Հայաստանից դուրս կանետվեց եպիսկոպոսները, եթե ուրիշներ ևս լինեն, նույնիսկ կարելի է հաջորդ օրերին վեհապարին ճամփորդությունը արգելեն, բայց վեհապարը եւ 6 եպիսկոպոսները եւ մյուս բոլոր առաջնորդները եպիսկոպոսները Հայաստանից եւ Սփյուռքից կարող են զոմով միանալ առանց ճամփորդելու ոչ մի տեղ նաեւ այս արիտը օգտակար է որ ամբողջ տարեց եպիսկոպոսներն եւ հիվանդ են եւ չեն կարող ճամփորդել իրենց տանը նստելով զոմով կարող են մասնակցել ուրեմն էսի օգտակար կլինի որպեսզի կորում լինի մեծամասնությունը ժողովի մասնակից լինի եւ իսկ եթե բադահի որ կորում չլինի այսին կորում այսին առնվազն 51% եթե 51% սկզբունքը փոխի եւ ասել որ ոչ թե
բոլոր եպիսկոպոսների ներգական բացակայ բոլորին 51% պետք է ներկա լինի, այլ ասել որ այդ եպիսկոպոսները որ ներկա են ժողովին, ներկա եպիսկոպոսների մեծամասնությունը պետք է որ այո քվեարկի որևէ որոշում։ Այսպեսով մենք հաղորդարձենք Փաշինյանի ծրագրին, որ խոչընդոտ է, որ կորում չլինի, ժողով չլինի, շրջանապատեն, արգելեն, իսկ վերջին գետնալ հետևյալն է, որ ստաչեմ Հայաստանում հայերենով ինչպես գասեք իսպանին, անգլերենով proxy vote գասեն, այսինքն քվեներ, որոնք ստահված անձնավորություններ ու քվեներ են և անոնք որ չեն կարող մասնակցել ժողովին, անոնք որ անդում են օրինակի համար, անոնք որ արգելված է ելքը, անոնք որ դարեց են, ուրեմն իրենց քվեն նախորդ կհանձնեն, որ իրենք համաձայն են եպիսկոպոսի ժողովի որոշումներին, և ուրեմն իրենց քվեները կհաշվվի, այդ էլ օգտակար կլինի, որ կորումի հարց չծագի և կարող է որ հաջորդ օրերին Փաշինյանը նաև այլ եպիսկոպոսներ խոչընդոտ է որ ճամփորդեն, որովհետև այդ բոլոր խաղերը իզուլյալը լինեն, պետք է որ թե զումով անել և թե այդ վստահված անձի քվեներով և նաև ներկաների մեծամասնությամբ։ Ուրեմն այսպես է որ պետք է մենք պայքարենք և ոչ թե անընդհատ բիջել, որտեղ բեժը մեզ դեռ չի հասցնելու։ Ուզում եմ այստեղ կանգնել, շնորհակալ եմ որ ինձ առիթ տվեցիք, որ իմ կարծիքները կիսեմ ձեր հետ։ Մենք ենք շնորհակալ պարոն Սասունյան, բայց ես նաև կուզենայի ձեզ մի այսպիսի հարց տալ եւ ինչ դիտարկում ու խորհուրդ ունեք։ Գիտեք, որ երկուշաբթի, այսինքն ամսի 9-ին ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը ժամանում է Հայաստան, նա լինելու է կառավարությունում եւ ես շատ կուզենայի, որ դուք ձեր դիտարկումը հայտնեիք ամբողջ երևի թե հայության ու նաև հայաստանահայության այդ մտահոգությունը, որ Բաքվում գտնվում են մեր գերիները, այդ տաժանելի իրավիճակում հնչել են արդեն առաջին դատավճիռները ցմահի եւ երկարաժամկետ բանտարկության, ինչ է կարծում Միացյալ Նահանգները ինչ դերակատարում կարող է ունենալ, որպեսզի մենք մեր պատանդներին վերադարձնենք Հայաստան, ներառելով նաև Սփյուռքյան համայնքների այսպես ազդեցիկ ձայնը եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր Միացյալ Նահանգներում քրիստոնեական արժեքներին համենայն դեպս մեծ տեղ են հատկացնում, խոսում են համաքրիստոնեական այսպես միասնության եւ այդ արժեքների ամրակայման մասին։ Կարծում եմ ձեր տեսակետը եւ ներսից շատ կարեւոր կլինի, այսինքն ինչ քայլեր կարող ենք անել եւ ինչքանով իսկապես Միացյալ Նահանգները կարող է այդ առաքելությունը ստանձնել եւ օժանդակել մեզ։ Լսում եմ ձեզ։ Շնորհակալ եմ, շատ կարևոր հարց է։ Սկսեմ ամենը գլխավոր հարցից։ Ամենը գլխավորն է, որ Վարշավետ Փաշինյանը ոչ միայն օգտակար չի լինում, որ բանտարկները Բաքվի բանդից դուրս գան, այլ հակառակը ամեն ինչ անում է, որ այդ քերիները մնան բանդում երկար տարիներ, որ ինքը վախենում, որ այդ քերիները շատ Պարսասիջան Պաշտոնյաներ են, եթե վերադառնան Երևան, կխանգարվի իր ունիսի վերընտրությունը։ Ուրեմն չեն կարող մենք վստահել Փաշինյանի վրա, որ քերիների ինվաստորը քայլ առնի շագարակը խոչընդոտում են։ Ինչ վերաբերում է փոխնախագահ Վանսի այցելության, ուրեմն շաբաթ ես բավական օրեր աշխատեցի, որ փորձեմ որոշ պատկաններ հղեմ այն մարդուց միջոցով, որոնք աստեցիկ են և սպիտակ բանետկաբեր ունեն, ուրեմն մի քանի այստեղ նպատակներ կային, մեկը այն է, որ որոշները անշուշտ երևակայական են և իրադես չեն, բայց մենք պետք է այդ հարցումները հարցնենք և նայենք որ մեկը իրեն կարող են կատարել, ունենալ Վանսը և որ փոխնախագահը և որ Բաքու գտնվի, արդյոք ինքը կարող է խնդրել Ալիևից, որ գնա և բանդում այցել է մեր հայկերիներին, էդի մեկ, երկրորդ բոլոր ներկայացնել, որ հայկական քրիստոնյա մոնումենտները
գործանում են այդ պետք է որ պահպանվեն եւ երրորդը երբ որ Հայաստան կա ոնսը ամենայն փորձի հանդիպել Բեարբարի հետ բնալով կամ էշմիածին կամ Բեարբար եւ մոտքալով ոնոց որտեղ որ եթե տեղի ունենա շատ մեծ հարված կլինի Փաշինյանի բարաբարության, որտեղ Փաշինյանը չի ընդունում, որ Կարեկին Բեարբարը ամենասկատողոսն է, այլ իրեն աշխարհական անունով կոչում է եւ ասում որ ինքը իրավունք չունի ոչ մի որոշում անելու եւ իսկությունների կարգալուց անելու, պաշտոնից անելու, եթե Ամերիկայի փոխնահատը հանդիպի Բեարբարի հետ, այդ հանդիպումը մեծ արձագանք կստանա ոչ միայն ժողովրդից եւ աշխարհից, այլ մանավանդ մեր իշխանություններից միայն թե ուզում ցեզ դերակացնել մի շատ ցավալի մի հարց, որտեղ երբ որ փոխնահատային մենք խնդրում ենք որ Բեարբարի այցել է, բանաստանը լինում է որ Հայաստանի կառավարությունը չի ուզում որ ինքը Բեարբարի հետ հանդիպում ունենա, ինչ որ adică շատ վիրավորական ամեն հայոմար վիրավորական կեցվածք է, բայց ինչպես գիտենք իշխանությունները ամեն քայլերի թիմում են օրինավոր, ապօրինի, բարոյական, անբարոյական եւ անդադար խոսում որ իրենք փորձում են եկեղեցին բարելավել, ճիշտագարակն է իրենք ուզում են եկեղեցին ավելի խորը հարցերի մեջ մտնել եւ ոչ թե բարելավել։ Այդ